Մոնթե Մելքոնյան ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ի, հայտնի է նաև Ավոմակ անվամբ, Ամերիկայի նշանավոր ռազմական հրամանատար և ազգային հերոս։ Ծնվելով Կալիֆոռնիայում, նա դարձավ հեղափոխական և առաջատար գործիչ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ, որտեղ նա ղեկավարեց հազարավոր զորքեր և նշանավորվեց իր ռազմավարական փայլով և կարգապահությամբ։ Մեծանալով Կալիֆոռնիայի Վիզիալ քաղաքում, Մելքոնյանը քիչ կապ ուներ իր հայկական ժառանգության հետ, մինչև որ 1969 թվականին Թուրքիա կատարած ընտանեկան ուղևորությունը նրան ցույց տվեց հայոց ցեղասպանության պատմության և Մերֆիզոնի իր նախնիների արմատները։ Այս փորձառությունը խորապես ազդեց նրա վրա, ստիպելով նրան նվիրել իր կյանքը հայկական գործին։ Որպես շնորհալի ուսանող, նա ավարտեց Հին Ասիայի պատմության և հնագիտության բակալավրի աստիճանը Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում 3 տարուց էլ պակաս ժամանակահատվածում։ Նա մերժեց Օքսֆորդի ասպիրանտուրան ակտիվիզմով և զինված պայքարով զբաղվելու համար։ Մելքոնյանի ուղին նրան տարավ Մերձավոր Արևելք, որտեղ նա մարտական փորձ ձեռք բերեց տարբեր հակամարտություններում։ 1970-ականների վերջին նա անգլերեն էր դասավանդում Թեհրանում, ապա տեղափոխվեց Բեյրութ, որտեղ օգնեց պաշտպանել հայկական թաղամասը աջակողմյան ուժերից և մասնակցեց մի շարք փողոցային մարտերի։ 1980 թվականին նա միացավ Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակին, որը զինյալ խմբավորում էր, դառնալով գործողությունների հիմնական մարզիչ և պլանավորող, այդ թվում 1981 թվականի Փարիզում թուրքական հյուպատոսության վրա հարձակմանը։ Հետագայում նա ավելի քան 3 տարի բանտարկվեց Ֆրանսիայում։ 1990 թվականին ազատ արձակվելուց և Հայաստան տեղափոխվելուց հետո Մելքոնյանը կենտրոնացավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա, հասկանալով, որ դրա կորուստը կնշանակեր հայ ժողովրդի պատմության ավարտը։ Նա դարձավ բարձր գնահատականի արժանացած հրամանատար, իր զորքերին հայտնի որպես Ավո և կարևոր ու առանցքային դեր խաղաց մի շարք հաղթանակներում, այդ թվում Քելիբաջարի շրջանի ազատագրման գործում։ Մելքոնյանը զոհվեց 1993 թվականի հունիսի 12-ին, նա թաղվեց բոլոր զինվորական պատիվներով։ Երևանի եռաբոլոր զինվորական գերեզմանատանը, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցեցին նրա հուղարկավորությանը։ Հետմահունը արժանացավ բարձրագույն պարգևների, այդ թվում Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս կոչումներին։ Այսօր նա միանշանակ հայ ազգի խորհրդանիշ է, որի պատվին կանգնեցվել են մի շարք դպրոցներ և կիսանդրիներ։